Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Պարոն Ռուբինյան, տեսեք, ես հասկանում եմ, որ դուք խաղաղության կառուցման ճանապարհով եք փորձում գնալ, բայց Ալիևը այդ ճանապարհով արդյոք գնում է թե չէ։ Հիմա տեսեք, ասում եք Թաթոյանի ասածը մանիպուլյացիա, լուրջ չեմ ընդունում, բայց ՕՍԻ միջազգային մեդիան հետաքննություններ իրականացրել ու պարզել էր, որ Արևմտյան Ադրբեջան հայեցակարգը այդ կազմակերպությունը ընդհանրապես փոխկապակցված է նախագահի աշխատակազմի հետ, վերահսկողության տակ է ուղիղ գործում եւ Ալիևը ինքն էլ 2022-ի դեկտեմբերի 24-ին հայտարարել է, որ Արևմտյան Ադրբեջան կազմակերպության ներքո ապահովելու ենք ադրբեջանցիների մեծ վերադարձը։ Հիմա այդ մեծ վերադարձի տակ հետո պահանջելու են արժանապատիվ, արժանավայր կյանք, հետո դրանց ինչ Նախ, որ ասում եք, չէ, դրանից առաջ բան ասեցիք, ինքան երկար հարց տվեցիք, արդեն սկիզբը մոռացա, մոտավորապես, չէ, շատ լավ, չէ, հիշեցի, լավ, նախ ասում եք, դուք փորձում եք գնալ խաղաղության, բայց Ադրբեջանը ինչ է անում այդ խաղաղության համար, այնուամենայնիվ պետք է նշեմ, որ իրոք Ղազախական եւ ռուսական ծորենի իր տարածքով տարանցման արգելքը հանելը իրոք պարոն Ֆայրադյանը փայլակ կողքից ինձ ընդհատելով ասես դե լավ է այդ մի բան եղավ, բայց ասես դա բանով հեգնանքով, բայց այստեղ ամենևին հեգնանքի կարիք չկա, շատ լավ է, որ դա եղավ եւ դա շատ մեծ իրադարձություն է, շատ դրական իրադարձություն է։ Հաջորդը դուք իրավացիորեն նշում եք, որ ձեր չեմ ուզում կրկնել այդ տերմինը, որտեղ դա անընդունելի տերմին է, իրավացի եք, որ ժամանակին օգտագործվել է Ադրբեջանի կառավարության տարբեր ներկայացուցիչների կողմից, բայց պետք է նաև նշեմ, որ օգոստոսի 8-ից հետո այդ առումով այլ իրավիճակ է։ Այդ անընդունելի տերմինի օգտագործում ես չեմ նկատել եւ հուսով եմ, որ այդպես էլ կլինի։ Եվ կրկնում եմ, պետք չի բերել փաստարկ 2022 թվականի մասին։ Պետք է բերել փաստարկ 2025 թվականի օգոստոսից 8-ից հետոյի մաս։ Բայց այդ փաստերը չեն հետվել, պարոն Ռուբինյան։ Չեք լսում ինձ։ Օգոստոսի 8-ից հետո չի գյուղ։ Չեք լսում ինձ։ Ասում եմ օգոստոսի 8-ից հետո, եթե խոսում ենք Արևմտյան Ադրբեջան տերմինի մասին։ Ես նման տերմինի օգտագործում չեմ տեսել եւ շատ լավ է։ Այսինքն պնդում եք, որ թողեք ավարտեմ։ Հաջորդը, եթե դուք մատնանշում եք Արման Թաթոյանի նշածը, որ այդ կազմակերպությունը ինչ որ փաստաթղթեր էր տվել ինչ որ մարդկանց, այդ կազմակերպությունը ինչն էր, ընդ որում ինչ որ խոսում էր ինչ որ պրոպագանդիստների մասին, պրոպագանդիստներ չէ, Civilnet-ի fact check փաստերի ստուգման հարթակը եւ FIP փաստերի ստուգման հարթակը ֆիքսել են, որ ինքը ասել էր, որ Ադրբեջանի կառավարությունն է դա տալիս, ֆիքսել են, որ կառավարությունը չէր տալիս, այդ կազմակերպությունն էր տալիս, որի գործունեությանը մենք վերաբերում ենք շատ վատ, բայց ես հիմա չեմ կարող մեկնաբանել հասարակական կազմակերպության գործողությունները այդ թվում եւ առավելապես օգոստոսի 8-ից հետո, երբ որ հստակ կառավարությունները իրենց դիրքորոշումը հայտնել են, ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ օգոստոսի 8-ի հռչակագրի տակ սևով սպիտակին գրած է, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը Ալմաթայի հռչակագրի ման վրա չունեն եւ չեն ունենալու տարածքային պահանջներ միմյանցից։ Վրեժը մի կողմ են դնում, գնում են խաղաղության եւ այլն։ Դուք բացառում եք, որ ադրբեջանցիները գալու են, պարոն Ռուբինյան, որովհետեւ ահազանգ Չէ, որտեղ միտքը պարզ է։ Համեն միջի ես ձեզ ընդհատեմ։ Ես համարում եմ, որ ընդհանրապես մեր ընդդիմությունը շատ մեծ կախման մեջ է Ադրբեջանից, որովհետեւ մեր ընդդիմության խոսույթների մի ահռելի բաժին ձևավորվում է Ադրբեջանը։ Նկատի չունեմ, որ Ադրբեջանում գրում տալիս են իրան։ Նկատի ունեմ, որ Ադրբեջանում պաշտոնյաները մի շաբաթ հայտարարություն չանեն, մեր ընդդիմությունը ասելիք չի ունենա ընդհանրապես եւ պատահական չէ իրենց ցնծությունը վերջին հայտարարությունից։ Ընդ որում միայն Ադրբեջանից չէ, այդպես այլ երկրների ԱԳՆ խոսնակներից էլ օրինակ իրենց խոսույթը ուղիղ կախման մեջ է։ Հա, բայց ես առաջարկում եմ Կիկոսի մահով չառաջնորդվել, կրկնում եմ, եկեք առաջնորդվենք նրանով, ինչ գրված է եւ ստորագրված է։ Գրված է եւ ստորագրված է, խաղաղություն է, գրված է, ստորագրված է, կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը աներկբայորեն, գրած է եւ ստորագրված է, որ ապագայում նույնպես տարածքային պահանջներ միմյանց չեն ունենալու եւ այն մնացած հարցերը ուղղակի մանիպուլյացիայի ժանրից են։ Հասարակ որ Ադրբեջանը։ Ինչ։
Քան պայմանագիր հաստատու խոստում խախտելադրել։ Դե ախր ձեր հարցը ես հասկանում եմ, բայց ինքը ձեր հարցը հասկանում եմ, բայց միևնույն ժամանակ մի քիչ նիհիլիստական է ձեր հարցը, որովհետև եթե ձեր տրամաբանության գնանք հասնենք նրան, որ կյանքում ոչինչ հստակ չէ եւ հետեւաբար ինչ անել։ Ես էլ ասում եմ ես էլ ձեզ ասում եմ, որ ճիշտ եք ասում եւ ծայրահեղ լավատեսություն պետք չի ցուցաբերել միայն ստորագրված փաստաթղթերի հիման վրա, բայց օրինակ լավատեսություն, երբ որ օրինակ Ադրբեջանի տարածքով երկաթուղով ապրանք է գալիս, դա մեկ քար ավելացնում է լավատեսության վրա։ Երբ որ Ղազախստանից է գալիս, երբ որ Ռուսաստանից է գալիս, եւս մեկ քար է ավելացնում այդ լավատեսության վրա, եւ մենք պետք է գնանք ոչ թե հետեւյալ տրամաբանությամբ, որ դե ոչ մեկին չի կարող վստահել, պատրաստվենք կամ սպասենք վատագույնին, այլ հետեւյալ տրամաբանությամբ։ Մենք ինչ կարող ենք անել, որպեսզի հաստատված խաղաղությունը դառնա ել ավելի ամրապնդված, որ դառնա կայուն, որ դառնա երկարաժամկետ, որ դառնա անշրջելի։ Իսկ դրանք անում են այն նմանատիպ քայլերով։ Պարոն Ռուբինյան, Եվ վերջին հարցը։ այս մի անգամն է գալու։ Ու հույս ունեմ նաև նախագծի մասին հարց կտակ։ Այս մի անգամն է գալու այդ բեռները, թե բարբերաբար են գալու, թե ոչ։ Գնեք մի երկու հարցը մի անգամից տամ պատասխանեք, եթե կարելի է։ Ադրբեջանից անուղակի պատասխան եղավ, որ չեն մասնակցի նախագահի մակարդակով Երևանում տեղի ունենալիք եվրոպական գագաթնաժողովին, արդյոք Թուրքիայից կան ինչ-որ պատասխաններ, թե ոչ։ Ադրբեջանից իմաստ չկա մեկնաբանել, որտեղ պաշտոնական հայտարարություն հաստատապես արված չի եղել, Թուրքիայից էլ մինչ այժմ արձագանք չկա, բայց կարծում եմ նորմալ է, որ արձագանք չկա, որովհետև միջոցառումը ամեն դեպքում ամիսներ անց է լինելու եւ հիմնականում պետությունների ղեկավարները ամսաթվին ավելի մոտ են որոշում գնալ կամ չգնալ եւ այլն ծորենի առումով երևի ճիշտ կանեք էկոնոմիկայի նախարարությանը հարցնել։ Եվ հասել է արդեն Հայաստան, թե ոչ։ Կարծեմ ոչ, բայց ճանապարհին է։ Ռուբինյան ինձ հայ-թուրքական հարաբերությունների շրջանակներում միջգերատեսչական հանդիպումից նորություն կա։ Դեռ ոչ, որ լինի կհայտնենք։ Բայց ուզում եմ նաև արձանագրել, էլի, նաև ձեր իմ կողմից շատ սիրված լրագրողների պատճառով է, որ մարդկանց մոտ կարծիք է, որ ազգային ժողովում մենակ վիճում են եւ նախագծեր չեն քննարկում։ Եկել նախագիծ եմ ներկայացրել։ Ոչ մի հարց չեն, չես դրա Ինչ մասին։ նախագիծ է ուղղակի որ նախագիծը որ շրջանառվեց արդեն անդրադարձանք լուսաբանության։ Դե բայց հարցն է, բայց լավ, հետո այլ առիթներով։ Շնորհակալություն։